Ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը։ Դրանք հասանելի կլինեն աշնանը, արձանագրել է վարչապետը։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ նոր համակարգի ներդրման նպատակն է ապահովել անձահաստատող փաստաթղթերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին։ Այն կբարձրացնի փաստաթղթերի վստահելիությունը, կդյուրացնի սահմանային անցումները և կնպաստի քաղաքացիների ազատ տեղաշարժին։ Միաժամանակ ընդգծվել է, որ փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը ու պետականության խորհրդանիշները։ Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։ Վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, տեղեկատվություն չի կարող համապատասխանել իրականությանը ԻԲՆ-ը։ Միրզոյանի գլխավորությամբ կայացել է Եվրոպական տարածաշրջանի երկրներում և կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը։ Նախարարը իր ելույթում ընդգծել է. վերջին անգամ հանդիպել ենք օգոստոսի վերջին, որից հետո շատ իրադարձություններ են եղել, հատկապես եվրոպական աշխարհամասում և Եվրոպական միության ու առանձին երկրների հետ Հայաստանի հարաբերություններում։ Բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում։ Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը։